Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես եմ այս անգամ իջլի քյութան պատրաստել կամ մեջով քյութան պատրաստել։ Ուրեմն քյութայի համար անհրաժեշտ է տավարի միս երկու տեսակի, անյուղ և յուղոտ։ Յուղոտ բաժինը վերցնելու ենք միջուկի համար, անյուղ բաժինը արդեն բլղուրին խառնելու համար, երեսապատման կաղապարի համար։ Իմ ալիքում տեղադրած ունեմ բաղադրատոմս, բայց այս անգամ ուզեցի ձեր հետ կիսվել, որպեսզի տեսնեք ամենախոշոր բլղուրով էլ հնարավոր է իջլի քյութան պատրաստել։ Պատրաստման ընթացքին մի քիչ այլ ընթացք տալ։ Պատրաստեմ խճողակը, սովորական կարագով կամ ձիթայուղով սոխեռած ենք անում, ավելացնում ենք տավարի միսը, անընդհատ խառնում ենք, որպեսզի խոշոր գնդիկներ չլինեն, մանր լինի, խճողակը ավելացնում ենք սև, կարմիր պղպեղ, աղ և վերջում մի քիչ ընկույզ եմ ավելացնելու։ Արդեն խճողակը պատրաստ է, մենք քիմիոնով չենք սիրում, քիմիոն չեմ ավելացնելու։ Երբ ջուրը կցամաքի, խճողակը պատրաստ է, վերցնում ենք դնում կողքի։ Հիմա այստեղ այս խոշոր բլղուրի վրա եռման ջուր եմ լցրել և թողել եմ, որ փափկի, բայց ինքը քանի որ կտրատած չէր, չի փափկել։ Դրա համար այստեղ ավելացնելու եմ սև, կարմիր աղացած պղպեղներ, աղ, ավելացնելու եմ միսը և տոմատի մածուկը, մի լավ հունցելու եմ և ձեռքերս թռչելով հունցելու եմ և սպասեմ մինչև փափկի։ Հեղուկային մասը շատ չպետք է լինի, որպեսզի պատրաստելուց և չճաքի և եփելուց չքանդվի, դրա համար այստեղ ես ընթացքը այսպես կանեմ, մի քանի անգամ կաղամ մսով խառնված բլղուրը, այսինքն կաղապարը աղալու եմ մի քանի անգամ, մինչև արդեն փափկած վիճակում բլղուրը դառնա աղացած բլղուրի չափ և ունենա կլեանման զանգված, ահա այսպես։ Այստեղ աղում եմ արդեն երրորդ անգամ է, ինչպես տեսնում եք, մսաղացից դուրս է գալիս առանց կտրվելու, այսինքն նշանակում է, որ ինքը լավ կլեանման է դարձել և կաղապարները կստացվեն շատ լավ, ամուր, չճաքող և ռեզինանման։ Բավականին լավ պետք է հունցենք, որպեսզի հունցելուց նույնիսկ ճտտոցներ լսվեն և ստացվի հարթ զանգված։ Հունցելուց հետո, սիրելիներս, գնդիկներ ենք պատրաստում, չափը կընտրեք դուք, ինձ համար այս չափը նորմալ է և բթամատը սեղմելով գնդիկի ներսը պտտեցնում ենք, որպեսզի ստանանք այսպես բաժակի նման։ Պետք է մեջտեղը բավականին մեծ փոսիկ լինի, լցոնենք խճողակը 2, 3, նույնիսկ 4 թեյի գթալ կարողանում եմ ես լցնել, լցոնելուց հետո նորից թռչում ենք մեր ձեռքերը և այսպես սեղմելով, կաղապարի պատերը բարձրացնելով հավաքում ենք բացված եզրը։ Եզրը հավաքելուց հետո կարող եք սրացնել, գեղեցիկ տեսք տալ, իսկ ովքեր չեն կարող, կարող են հենց այդպես կլոր թողնել, այստեղ այդքան էլ կարևոր չի տեսքը, կարևորը համն է և կարողանալը, որ կարողանաք պատրաստեք։ Թռչած ձեռքերով հարթեցնում ենք երեսից, բնականաբար այն մանր բլղուրով պատրաստած քյութայի նման տեսքը չի լինի, որովհետև հատիկը խոշոր է, բայց համենայն դեպս ստացա այսպիսի գեղեցիկ իջլի քյութաներ, ինձ մոտ ստացվեց 20 հատ։ Փոքր կաթսայով ջուր ենք դնում, գազին եռա, երբ սկսում է եռալը, ավելացնում ենք համեմատ ջրին աղը և լցնում ենք, դնում ենք քյութաները։
Սպասում ենք մինչև եռա, քյուֆթաները երբ բարձրանում են ջրի երես, արդեն պատրաստ է, դա կլինի 8-ից 10 րոպե։ Քյուֆթան մատուցում ենք կամ ուտում ենք կիտրոնով։ Ահա սիրելիներ, շատ լավ է ստացվել, միգուցե շատերը գրեն կեղևը հաստ է, բայց այսքանն էլ որ ես ստացա, էլի արդյունքից գոհ եմ։ Փորձեք, պատրաստեք, չընկճվեք ոչ մի դեպքում, ելքը ինքներդ պետք է գտնեք։ Իսկ լցրած ընկույզը խոշոր էր, որովհետև այստեղ փախլավա է պատրաստելու, դրա համար փախլավայի համար նախատեսված ընկույզից օգտագործեցի։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք, կիսվեք, պահպանեք հեշտ գտնելու համար տեսանյութը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։